Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ամփոփիչ թողարկումն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, կարևորի մասին նախ համարոտ։ Եղբայրություն Փաշինյանի եւ Ալիևի միջև ինչ տեղի ունեցավ Աբու Դաբիում։ Երբ կբացվի հայ-թուրքական սահմանը, Թուրքիայի խորհրդարանի հայ նախկին պատգամավորը ժամկետ է ասել։ Ադրբեջանով նոր բեռների խմբաքանակ է գալիս Հայաստան, քանի վագոն բեռ է գալիս Ռուսաստանից։ Ադրբեջանի քարոզչական հարձակումն ու պաշտոնական Երևանի լռությունը, Բաքուն ընդդեմ 907-րդ բանաձևի։ Միքայել Սրբազանին կրկին կվիրահատեն, փաստաբանը մանրամասներ է հայտնել։ 2026-ի Զայեդ մարդկային եղբայրության մրցանակին արժանացել են Փաշինյանն ու Ալիևը եւ Աֆղանստանում կանանց ու երեխաների իրավական հետազոտությունների հիմնադրամի գործադիր տնօրեն Զարքա Յավթալին։ Իսկ ինչ մրցանակ է սա։ Զայեդը մարդասիրական նախաձեռնություն է, որը միավորում է խաղաղության, հաշտեցման, մարդկային արժանապատվության եւ համերաշխության գաղափարները մեկ արժեքային հարթակում։ Մրցանակն անվանակոչվել է ի պատիվ Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադիր հանգուցյալ Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ-Նահյանի։ Մրցանակը ստեղծվել է 2019 թվականին Աբու Դաբիում տեղի ունեցած պատմական հանդիպման առթիվ, երբ Ռոմի Պապ Ֆրանցիսկոսը եւ Ալ-Ազհարի մեծ իմամ Ահմեդ Ալ-Թայեբը համատեղ ստորագրեցին մարդկային եղբայրության փաստաթուղթը։ 2021 թվականից սկսած այն շնորհվում է անհատների ու կազմակերպությունների։ Մրցանակի տրամադրման որոշումը կայացնում է միջազգային անկախ հանձնաժողովը նոմինացիաների հիման վրա։ Զայեդ մրցանակն ունի նաև մոտ 1 միլիոն ԱՄՆ մրցանակային ֆոնդ։ Իսկ այսօր այդ մրցանակով Փաշինյանի ու Ալիևի միջև հաստատվեց եղբայրություն։ Մրցանակաբաշխությանն ու նրանց ելույթներին հետևել է Սեդա Մակարյանը։ Մի քանի պատերազմ հրահրած Արցախը հայաթափած ու հայերին Բաքվի բանտերում պահող կտանքների ենթարկող Իլհամ Ալիևն Աբու Դաբիում ստացավ խաղաղության, հաշտեցման, մարդկային արժանապատվության եւ համերաշխության գաղափարները խորհրդանշող Զայեդ մրցանակը, որը կիսում է Նիկոլ Փաշինյանի հետ։ Մինչ 120,000 արցախցի Հայաստանի տարբեր բնակավայրերում բախվում են մի շարք խնդիրների, Բաքվում դեռ հայ պատանդներ կան, իսկ Արցախում ոչնչացվում է հայկական հետքը, այս երկու երկրի ղեկավարներն արաբական պետությունում հայտարարում են այսպես կոչված անհավանական խաղաղության մասին, երկուսն էլ գործածում նույն բառամթերքը։ Վերջին գրեթե 40 տարիների ընթացքում երբեք չէիք տեսնի խաղաղություն, Հայաստան, Ադրբեջան բառերը միասին։ Մենք ավելի քան 30 տարի պատերազմի մեջ էինք, հիմա մենք ապրում ենք խաղաղության մեջ, արդեն 6 ամիս է, ինչպես բազմից եմ ասել, մենք սովորում ենք ապրել խաղաղության մեջ։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի կարծիքով այս մրցանակը տրվում է օգոստոսի 8-ին ստորագրած փաստաթուղթը հիմք ընդունելով։ Ես կարծում եմ պարզապես այսպես ասած խրախուսական ինչ-որ բաներ այն աշխարհաքաղաքական փոփոխությունների համար, որ տեղի են ունենում նաև Հայաստանի եւ Ադրբեջանի գործողություններով Հարավային Կովկասում եւ որոնք նոր իրավիճակ են ստեղծում թե քաղաքական եւ թե տնտեսական մեգա նախագծերի տրամաբանության տեսանկյունից։ Մրցանակաբաշխությանը ներկա էին նաև երկու երկրների առաջնորդների կանայք եւ Ալիևի դուստրը։ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները մրցանակներ ստանալուց հետո միմյանց շնորհակալություն են հայտնել։ Սեդա Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Սակայն նախքան մրցանակ ստանալը Փաշինյանն ու Ալիևը հասցրել էին առանձին կառավարության անդամների մասնակցությամբ հանդիպել։ Ըստ կառավարության տարածած հայտարարության երկու երկրները ողջունել են խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացը։ Ըստ Փաշինյանի ու Ալիևի երկու հասարակություններն էլ տեսնում են խաղաղության իրական օգուտները առօրյայում։ Իսկ ինչ է թաքնված այս խաղաղասիրական տեքստերի տողերի արանքում, Անիա Բաղյանն է փորձել պարզել։ Փաշինյանն ու Ալիևը կիսում են Զայեդ մարդկային եղբայրության մրցանակը։ Այս մրցանակն անցյալ հակամարտություններից հրաժարվելու ընտրության, խաղաղության հաստատման, մարդկային ճակատագրերի փոփոխության համար են ստանում անհատները, նախաձեռնությունները կամ պետությունները, որ կատեգորիայում են Ալիևն ու Փաշինյանը։
Ճակատագրեր են փոխվել, ընդգծում է պատգամավորը։ Մարդիկ էթնիկ զտման են ենթարկվել, 5000-ից ավելի տղաներ զոհվել։ Սա է իրական փոփոխությունը, նշում է։ Մրցանակի առաքելությունը, որ կարդում ես, ինչ կապ ունի Փաշինյանը այդ ամեն ինչը։ Այդ Փաշինյանը խաղաղություն է բերել։ Փաշինյանի ժամանակ պատերազմը չբռնկվեց, խաղաղ Արցախը Փաշինյանի ժամանակ չկլանվեց Ադրբեջանի կողմից։ Մեկ հարթակի կանգնել ու մարդկային եղբայրության մրցանակ ստանալ Ալիևի հետ կնշանակի դիվանագիտական զիջման գնալ, կարծում է Խաչատրյանը։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն էլ նշում է, այս մրցանակն ավելի շատ Ալիևին է պետք իր բռնապետի պիտակը մաքրելու եւ նոր կերպարանք ստանալու համար։ Բացի այդ, սա այլ հաղթաթուղթ է դառնալու Ադրբեջանի համար։ Ադրբեջանի համար ամենակարևորը միջազգային, այսպես կոչված հանդիպության, իսկ իրականում առաջատար երկրները, եթե խնդիր ունենան իրենց առաջ հարցեր բարձրացնեն, ես նորից եմ հիշեցնում, ինչպես Թուրքիայի առաջ բարբերաբար բարձրացնում է 15 թվականի ցեղասպանության հարցը։ Ադրբեջանի նախագահ կարող է ցույց տալ այս համաձայնագրերը, ցույց տալ խաղաղության մրցանակները եւ ասել, որևէ խնդիր չկա, էջը փակված է։ Այսինքն այս հարցով փորձում են փակել Արցախի հարցի դիվանագիտական ճանապարհը։ Չկա բողոք, կա եղբայրություն, նշում է Արթուր Խաչատրյանը։ Եթե եղբայրներ ես հայտարարում ես, նշանակում է հետագա որևէ բան չես ներկայացնելու Արցախահայերի վերադարձի իրավունք, գերիների վերադարձի իրավունք։ Ովեր կենաս ասես զորքերը դուրս հանի, կասեն, բայց այդ մեջ խաղաղություն է։ Հենց տենց հարցը բարձրացնես, որ Ադրբեջանի հետ հանկարծ հարաբերությունները փչանան։ Զայեդ մարդկային եղբայրության մրցանակը ստեղծվել է 2019 թվականին Աբու Դաբիում կայացած պատմական հանդիպումից հետո։ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը եւ Ալ-Ազհարի մեծ իմամ Ահմեդ Ալ-Թայեբը համատեղ ստորագրել են մարդկային եղբայրության փաստաթուղթը, որն ուղղված էր համաշխարհային խաղաղության ու համերաշխության խթանմանը։ Միջազգային մարդասիրական մրցանակը շնորհվում է 2021 թվականից։ Մրցանակային ֆոնդում 1 միլիոն ԱՄՆ դոլար է։ 2026-ին ստանալու են Փաշինյանը, Ալիևն ու Աֆղանստանում կանանց եւ երեխաների իրավական հետազոտությունների հիմնադրամի գործադիր տնօրեն Զարքա Յավթալին։ Անի Աբաղյան, Մհեր Դավթյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Բիշքեկում կայացած B5+1 բիզնես ֆորումում Միացյալ Նահանգների նախագահի կենտրոնական Ասիայի հարցերի հատուկ դեսպանորդը հայտարարել է, որ TRIP նախագիծը պատմական քայլ է Հարավային Կովկասում ուժեղ փոխկապակցված տնտեսություններ կառուցելու եւ կայուն խաղաղություն պահպանելու համար։ Հայ-թուրքական սահմանը կբացվի մարտին, հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Գարո Փայլյանը։ Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացի կայունացումը մեծապես կախված է այն քայլերից, որոնք առաջիկայում կձեռնարկի Թուրքիան, գրել է նա։ Իսկ այսօր Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կհասնի հացահատիկային 8 երկաթուղային վագոն։ Վերջին հացահատիկային վագոնները Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան են ուղարկել փետրվարի 1-ին։ Երեկ Հայաստան է ժամանել 25 երկաթուղային վագոն, որոնք տեղափոխել են 1746 տոննա հացահատիկ։ Մինչև այդ Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանով ուղարկվել է 285 երկաթուղային վագոն, որոնք տեղափոխել են մոտավորապես 19900 տոննա հացահատիկ։ Սակայն խաղաղության մասին խոսելով, բենզին ու հացահատիկ ուղարկելով եւ ագրեսորի դեմքը դիմակով ծածկելով Ադրբեջանը չի կարող թաքցնել իրականությունը, կամ գուցե չի կարող բոլորին համոզել։ Ադրբեջանն իր լոբիստական ու պետական ռեսուրսը սկսել է գործածել Միացյալ Նահանգների կոնգրեսում չեղյալ համարելու 1992 թվականին ընդունված Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևը։ Ինչ բանաձև է սա, ինչու է հիմա Բաքուն ակտիվացել, ինչ ռիսկեր են թաքնված Հայաստանի համար, ռեպորտաժում։ Դիվանագիտական կարևոր պաշտպանիչ պատնեշը դարձել է ադրբեջանական լոբբիի թիրախը։ Պետական ու լոբիստական ռեսուրսը, երրորդ երկրների հետ դիվանագիտական կապերը Բաքուն ներդրել է, որպեսզի վերացնի Միացյալ Նահանգների կոնգրեսի դեռևս 1992 թվականին ընդունված Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևը։ Իսկ ինչ սահմանափակում է դնում այս բանաձևը Բաքվի վրա։ Աջակցության սահմանափակում Ադրբեջանի նկատմամբ։ Միացյալ Նահանգների այս կամ որևէ այլ օրենքի շրջանակում տրամադրած օգնությունը չի կարող տրամադրել Ադրբեջանի Հանրապետության կառավարությանը, մինչև Միացյալ Նահանգների նախագահը չորոշի եւ այդ մասին չզեկուցի կոնգրեսին, որ Ադրբեջանի կառավարությունը ձեռնարկում է իրական քայլեր դադարեցնելու Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ բոլոր շրջափակումները եւ ուժի կիրառման այլ հարձակողական գործողությունները։
Այս բանաձևը Միացյալ Նահանգներում հայկական լոբինգի ձեռքբերումն է, որը հաջողվել է ստանալ երկար աշխատանքի գնով։ Այն էլ այն փուլում, երբ Ադրբեջանն անթաքույց ցուցադրում էր իր նկատումները Արցախի նկատմամբ, իսկ այս բանաձևը պետք է դառնար Բաքվին զսպող գործիքը։ Սակայն 9-11-ի հայտնի տերորիստական գործողությունից հետո Միացյալ Նահանգները փոխեց քաղաքականությունը։ ԱՄՆ-ի վարչակազմերը, տարբեր վարչակազմեր սկսեցին օգտագործել այսպես կոչված waiver-ը, դա իրավական մեխանիզմ է, որը թույլ է տալիս իշխող վարչակազմին խուսափել այդ բանաձևի այդ կետի կիրառումից։ Մեկ անգամ միայն այդ waiver-ը կիրառության մեջ չի դրվել, դա նախագահ Բայդենի վերջին տարիներ եւ կապված էր Լեռնային Ղարաբաղի Արցախի շուրջ ստեղծված իրավիճակով, Ադրբեջանի փորձերով վերջնական հայաթափել Արցախը։ Այս բանաձևի վրա հերթական հարձակումն Ադրբեջանը կազմակերպել էր 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ։ Բայց հիմա Բաքվի լոբբին այլ մեթոդ է ընտրել։ Գործածում է խաղաղությունը, թրիփը։ Նախկին արտգործնախարարի խոսքով այս բանաձևի վերացումը Բաքվի համար առաջնահերթություն է։ Միայն հունվար ամսին մոտ 2 պատվիրակություն է այցելել Ամերիկայից Ադրբեջան, մեկը կոնգրեսականների մակարդակով, մյուսը կոնգրեսականների, այսպես ասած, ստաֆերների մակարդակով, այսինքն մարդիկ, որոնք ապահովում են կոնգրեսականներին անհրաժեշտ նյութերով եւ այլն, եւ այդ բոլոր հանդիպումների ընթացքում այս հարցը բարձրացվել է։ Ադրբեջանական լոբբիին զսպողը Միացյալ Նահանգների հայ համայնքն է, մասնավորապես Հայ դատի հանձնախումբը։ Այս կառույցը գործի է դրել կոնգրեսում իր բոլոր կապերը, ներկայացնելու Ադրբեջանի իրական երեսն ու հնարավոր ռիսկերը։ Կաշկանտումը ամերիկյան օժանդակության թեպի Ադրբեջան, հատկապես ռազմական օժանդակությունը մնա, որքան որ արդարություն չի դիրել Արցախի ցեղասպանական դեղահանման հարցի գծով, որքան որ մեր ռազմակերիները կշարունակեն Ադրբեջանի կառավարության փանդերուն մեջ մնալ, որքան որ Հայաստանի ինքնիշխանությունը եւ սահմաններու անվտանգությունը սպառնալիքի դակ է Ադրբեջանի կառավարության կողմից։ Բաքուն քարոզչական հարձակման համար այս ժամանակահատվածը պատահական չի ընտրել։ Թշնամու քայլերը հաշվարկված են։ Ադրբեջանցիները հաշվարկել են, որ իրենց համար ստեղծվել է մի ունիկալ ժամանակահատված, երբ որ ԱՄՆ օրենսդիրում հանրապետականները ունեն որոշակի առավելություններ, նրանք շատ լավ գիտեն, որ մինչև այս տարվա աշուն այդ առավելությունը պահպանվելու, աշնան նախատեսում են ընտրություններ, որոնք ըստ ամենայնի կխախտեն այդ ուժերի բալանսը հանրապետականների եւ ժողովրդավարների միջև։ Վերջին 5 տարիների ընթացքում Ադրբեջանը չի հրաժարվել ուժի քաղաքականությունից։ Բռնի հայաթափել է Արցախը, մեր հայրենակիցներին ապօրինաբար պահում է Բաքվի բանտերում եւ խախտում միջազգային իրավունքի բոլոր նորմերը։ Իսկ այս ամենը կողքի դնելով, ինչ պատկեր ենք ստանում։ Ինչ ռիսկերի տակ կհայտնվի Հայաստանը, եթե չկարողանա պահել Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում ռազմավարական շահերը սպասարկող հիմնական քաղաքական ակտիվը։ Գանանչ լույսը գուտա Ադրբեջանի կառավարության, որ շարունակեն իրենց հարձակումները, շարունակեն իրենց Հայաստանի բերության աշխատանքները եւ աստանշանն է, որ պետք է վստահեցնենք, որ կանխենք ամերիկյան կառավարության կողմէ։ Ադոր համար է, որ Ամերիկայի հայտարարի հանձնախումբը շարունակի այս տեսակի բանաձևերը ներկայացնել կոնգրեսի մեջ։ Ադրբեջանն այս բանաձևը վերացնելով ուզում է փակել Արցախի էջը, ընդ որում երկաթը տակ է ծեծում, օգտվելով Թրամփի միջնորդությամբ նախաստորագրված փաստաթղթի առկայությունից։ Իսկ ինչ է անում պաշտոնական Երևանը։ Լռում է։ Սփյուռքն ու փորձագիտական դաշտն ահազանգ է հնչեցնում։ Մենակ են մնացել լոբիստական ու դիվանագիտական ճակատում, եւ հնարավոր է, որ անվտանգային ոլորտում գրանցենք հերթական նահանջը։ Իսկ այդ ընթացքում գերիների վերադարձի հարցը օրակարգում պահողն ու բոլոր հնարավոր ամբիոններից խոսողը անհատներ են, սփյուռքի կառույցներ ու ընդդիմադիր գործիչներ։ Ֆրանսիայի ազգային ժողովը միաձայն ընդունել է բանաձև, որով պահանջվում է անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակել նրանց եւ Ֆրանսիայի կառավարությանը կոչ են անում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։ Խորհրդարանը բանաձևն ընդունել է 183 կողմ եւ ոչ մի դեմ ձայնով։ Ֆրանսիացի օրենսդիրները շեշտել են, որ հայ գերիների շարունակվող դատավարություններն Ադրբեջանի Հայաստանի գոյությունը ժխտելու համակարգված քաղաքականություն վարելու ցանկության մի մասն են։
Հայաստանում էլ խնդիրների պակաս չկա։ Ադրբեջանը խաղաղության դիմաց ունի հստակ պահանջներ՝ սահմանադրության փոփոխություն, Արցախի հարց, իսկ գործող իշխանության թիրախը եկեղեցին է ու եկեղեցականները։ Արդարադատության նախարար Սրփուի Գալյանի 2025-ի ամփոփիչ ասուլիսը ընդգրկում էր այս բոլոր խնդրահարույց հարցերը։ Ճնշումներ հոգևորականների նկատմամբ, քաղբանտարկյալներ ու վարչապետի իրավասության սահման։ Ասուլիսին ներկա է եղել Սեդա Մակարյանը։ Վարչապետը եկեղեցու ներքին կյանքին միջամտելու լիազորություն չունի, որպես շարքային քաղաքացի է մտահոգ։ Արդարադատության նախարարն այսպես է մեկնաբանում Փաշինյան եկեղեցի այսօրվա հարաբերությունները։ Տարբերություն կա, քաղաքացին կասի, թե օրինակ նախարարը կամ վարչապետը։ Իհարկե կա, վարչապետը։ Ինչու վարչապետը ձեր կարծիքով զրկված է քաղաքացու իրավունքներից։ Սրփուի Գալյանը լրագրողներից փորձեց ճշտել, իսկ ինչ տարբերություն եկեղեցու կյանքին վարչապետն է միջամտում, թե սովորական քաղաքացին։ Փաստաբան Սերգեյ Հարությունյանը նախարարին հիշեցնում է Հայաստանի Հանրապետության 6-րդ հոդվածը, որը հստակ սահմանում է. պաշտոնատար անձը կարող է անել միայն այն, ինչի համար լիազորված է օրենքով, ապա ավելացնում. Երբ որ 10 իրադարձները ՀԽ փաստաթուղթ էին ստորագրում, այնտեղ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողքը գրած էր վարչապետ։ Եվ երկրորդը, եթե Նիկոլ Փաշինյանը այնտեղ հանդիսանում է իր որպես քաղաքացի այս արշավին մաղթացում հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմից ուղղված արշավին, ապա այդ դեպքում ինչպես կարող են բացատրել իրենք այն հանգամանքը, որ իրավապահ համակարգը միջամտում է եկեղեցու գործունեությանը։ Փաստաբանի խոսքով սովորական քաղաքացին առնվազն լծակ չունի քրեական հետապնդումներ սկսելու հոգևորականների դեմ։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանը սովորական քաղաքացի է եւ ոչ վարչապետ, ապա ինչպես է իրավական համակարգը գործի դնում ընդդեմ եկեղեցու։ Հայ առաքելական եկեղեցու եւ պետության հարաբերությունները կարգավորվում է օրենքով եւ սահմանադրությամբ ամենագրված դեպքերն են։ Երկրորդը, ինչ վերաբերվում է իրականում Հայաստանի Հանրապետությունում ակնկալվում է իրավունքի եւ օրենքի գերակայությունը, սակայն վաղուց մենք դա չենք տեսնում, մենք միայն տեսնում ենք խտրական արդարադատություն։ Լրագրողները եւս նախարարին հիշեցրին Փաշինյանի գործողությունների մասին, ինչին ի պատասխան Գալյանը հայտնեց. Ճաշակի հարց է, վարչապետը թողվարվի այնպես, ինչպես ճիշտ է համարում։ Դա վարչապետի գործն է, վարչապետը անում է այն, ինչ ճիշտ է գտնում, եւ հիմա դուք ինձ հարց եք տալիս, թե ինչու է այսպես անում, որովհետեւ այսօր վարչապետն է մեր պետության գրել է վարչապետ կողքը։ Ասենք նույն Նիկոլ Փաշինյանն է, որը նաեւ պետք է քաղաքացի Փաշինյան։ Թող գրեր քաղաքացի կողմը, թող գրեր քաղաքացի Փաշինյան։ Այո, բայց ով ասում, դուք ուզում եք ես ասեմ, որ երբ որ մարդը պաշտոնատար անձ է, մարդ չի։ ABC մեդիան Գալյանից ճշտեց, թե հոգևորականներին կալանավորելը եկեղեցու դեմ գործողություն չի համարվում, նախարարը պնդեց. Ինչ տարբերություն եպիսկոպոս է, թե երգչուհի։ Օրենքի առաջ պիտի պատասխան տան անկախ մասնագիտությունից։ Եպիսկոպոսների ու երգչուհիների համեմատությունը նրանց նույն հարթության վրա դնելը փաստաբանը մանիպուլյացիա որակեց, ընդ որում չստացված։ Մենք վաղուց գործ ունենք քաղաքական հետապնդման հետ, վաղուց գործ ունենք հայ առաքելական եկեղեցու դեմ, հանիրավի, ապօրինի մեղադրանքներով տեղի ճնշումների հետ, մենք գործ ունենք իրավապահ համակարգի այդ հակաեկեղեցական արշավին լծված լինելու հետ եւ ինչ որ բացատրություններ փորձել գտնել, ինչ որ համապատասխաններ անցկացնել, դա կարծում եմ ճիշտ ճանապարհ չի։ Գալյանը նաև վստահեցրեց Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, որպես ապացույց ԵԽԽՎ-ի բանաձևերն օրինակ բերեց։ Եթե բանաձևերում որևէ բառ չկա քաղբանտարկյալների մասին, ապա չկան նաև քաղբանտարկյալներ։ Սահմանադրության մասին Գալյանը վստահեցրեց, առաջ են գնում ըստ պլանի։ Մարտին տեքստը պատրաստ կլինի։ Միայն թե սահմանադրության 18-րդ կետի հետ խնդիր ունի նախարարը։ Ըստ Գալյանի, հայ առաքելական եկեղեցին իր առաքելության բացառիկ համարելն ու Սահմանադրությամբ ամրագրելն անարդար է Հայաստանում գործող այլ կրոնական կառույցների նկատմամբ։ Եթե հայ առաքելական Սուրբ եկեղեցին համարվում է իրենց աչքերում այնպիսի եկեղեցի, ինչպեսին, այսինքն ճակերտավոր եկեղեցիներ, ինչպիսիք են կյանքի խոտ աղանդը կամ չգիտեմ Եհովայի վկաները կամ ավելարանչականները կամ մնացածները, ուրեմն այս մարդկանցից այլևս ոչինչ առավել սպասելի չէ։ Միայն մեկ խորհուրդ կարող է արդարադատության նախարարը գնալ ընթերցել հայոց պատմությունը եւ տեսնել, որ հայ առաքելական եկեղեցին ինչու է առավելություն ունի մյուս, այսպես ասած,
կրոնական կազմակերպություններից։ Խելք եւ իմաստություն իրենց բոլորին։ Նոր սահմանադրությամբ երկրի կառավարման համակարգը չի փոխվի։ Իսկ կկատարվի արդյոք Ադրբեջանի անկախության հռչակագիրը սահմանադրությունից անելու պահանջը հստակ չէ։ Գալյանի խոսքով այլ պետության պահանջն իրենց չի հետաքրքրում, բայց խաղաղությունն են կարևորում։ Ահա այսպես, հեռախոսում ինչ-որ բան թերթելով, գրելով, ապա այսպիսի հայացքներ նետելով Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանն ամփոփեց աշխատանքային անցած տարին։ Սադամ Ակարյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Մինչ Գալյանը պնդում է, որ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ, ընթանում էր Միքայել arczepiskopos Աջապահյանի գործի վերաբերյալ դատական նիստը։ Սրբազանը դատարան էր եկել հիվանդանոցից։ Իդեպ Միքայել Սրբազանին փետրվարի 10-ին կրկին կվիրահատեն։ Փաստաբան Մարինե Ֆարմանյանն ասել է, որ կատարվելիք միջամտությունն առողջական այլ խնդրի պատճառով է։ Պաշտպանական կողմի բացարկի միջնորդությունը դատարանը մերժել է։ Սրբազանի պաշտպաններից Արա Զոհրաբյանը նշել էր, որ բացարկ ներկայացնելու պատճառը գործի դատախազ Վահան Հարությունյանի և դատավորի ընկերական կապն է։ Իրանի և Միացյալ Նահանգների միջև առաջիկա բանակցության պլանավորումն ավարտվել է, իսկ տեղի վերաբերյալ խորհրդակցությունները շարունակվում են, հայտնել է Իրանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղային։ Նա շնորհակալություն է հայտնել բոլոր բարեկամ երկրներին, որոնք պատասխանատու մոտեցմամբ և բարի կամքի դրսևորմամբ ջանքեր են գործադրել դիվանագիտական գործընթացի պայմաններ ստեղծելու համար։ ԱՄՆ-ն իրանական անօդաչու է ոչնչացրել Արաբական ծովում, որը մոտեցել էր Աբրահամ Լինքոլն ավիակրին։ Սպիտակ տունը նշել է, որ չնայած միջադեպին Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունները նախատեսված են այս շաբաթվա վերջ։ Միլիարդատեր բարերար Մելինդա Ֆրենչ Գեյթսը հայտարարել է, որ իր նախկին ամուսնու Միկրոսոֆթի համահիմնադիր Բիլ Գեյթսի անունը, որը հիշատակվում է հանգուցյալ հանցագործ Ջեֆրի Էփշտեյնին վերաբերող նոր փաստաթղթերում, արթնացնում են իր ամուսնության շատ ցավոտ ժամանակների հիշողություններ։ Գեյթսի նախկին կինը Wildcard podcast-ի եթերում ասել է, որ աներևակայելի տխրություն է զգում Էփշտեյնի գործի վերաբերյալ մեղադրանքների կապակցությամբ եւ որ գրառումներում նշված անձինք, այդ թվում իր նախկին ամուսինը, պետք է արձագանքեն դրած։ Շատ ուրախ եմ, որ հեռու եմ այս ամբողջ կեղտից, ասել է Մելինդան։ Զույգն ամուսնալուծվել է 2021 թվականին 27 տարվա ամուսնությունից հետո։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Մենք կհանդիպենք վաղ առավոտյան ժամը 9-ին, բարի գիշեր։